Առավոտը ժամը 6-ին վեր եմ կացել, աղբորսից սկսել ենք պատրաստվել, որ գնանք դպրոց։ Արցախից մենք 2 շներն ենք բերել, մեկը Երևանում է, մեկը ստեղ։ Ես փոքր եղբայրս ապրում ենք տատիկիս, պապիկիս ու մամայիս ու պապայիս հետ։ Այո, մենք ապրում ենք Վանաձորում, Ալբինան ու Ալբերտը մեր հետ են, մեծերը Երևանում են։ Ես Գասպարյան Սուսանան եմ, Ալբինայի և Ալբերտի մայրիկը։ Շատ ուրախ ենք, որ երեխաները գնում են շողկենտրոն, շատ գոհ ենք Ավետարան Չակաղից, որ մեզ այսպիսի օգնություն է ցուցաբերել։ Կազմակերպությունը շատ է օգնել մեզ, այլ հավերը տվել է, գարի մեքենա է տվել, երեխեք հատե շողկենտրոն են գնում, շատ լավ միջավայր է, լավ տեղ է շողկենտրոնը երեխաների համար, շատ ուրախ տուն են գալիս, մեր Ղարաբաղցիներին հատկապես դա շատ լավ օգուտ է դեպի առաջ նայելու։ Ինչ անենք, դե հիմա այդպես է ստացվել, պիտի մենք համակերպենք այդ մտքի հետ։ Անցած տարի նոյեմբերին մենք եկել ենք Վանաձոր։ Մենք իրան ամիսը մի անգամ ենք տեսնում, բայց իրար շատ ենք կարոտում։ Բարև ձեզ, ես Ռենան եմ, Ալբերտի և Ալբինայի մեծ քույրիկն եմ։ Այս պահին ապրում եմ Երևանում, քանի որ սովորում եմ համալսարանում հենց AMA-ի շնորհիվ։ Շատ եմ կարոտում իրենց, երբեմն հաճախ տեսնում ենք, սակայն այդքան շատ հնարավորություն չի տրվում իրենց տեսնելու։ Արցախից հետո արդեն ապրեցինք իրարից առանձին, քանի որ շատ էինք և այդքան հնարավորություն չէր տրվում միասին ապրելու համար, քանի որ տները փոքր էին։ Նոյեմբերի 20-ից հաճախել ենք Վանաձորի դպրոցը, լավ է։ Աղբերս 9 տարեկան է, 3-րդ դասարանում է, ինքը ավելի շատ է դպրոցին հարմարվել, շուտ է դպրոցին հարմարվել, քան ես։ Ընկերներ ունեմ, բայց այդքան շատ չէ ստեղ դպրոցում։ Ես ու փոքր եղբայրս սկզբից չէինք հարմարվում նոր դպրոցին, ուզում էինք գնայինք անցած դպրոց, բայց երբ որ արդեն հաճախեցինք շող, ավելի լավ էր շողում։ Ես ու եղբայրս 2 կամ 3 ամիս է որ գալիս ենք շող, շողում լավ է։ Շողը շատ բաներով օգնում է, համ հոգեբանի մոտ, դասերով։ Եղբայրս լավ է, ինքն էլ է շողում իրան էլ են օգնում, ինքն էլ է շողին հարմարվել։ Ես երազում եմ, որ Արցախը հետ տա, որ երազանք չունեմ։